Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու հուսով եմ, որ դուք եք լավ ու ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, այսօր մի քիչ սենց խառը վլոգ է լինելու, մի քիչ այսօր եմ նկարելու, մի քիչ վաղն եմ նկարելու, որովհետև վլոգը վերաբերվում է վաղվա, ոնց ասեմ, այն ինչ որ կատարվելու է վաղը, մի խոսքով։ Հա, դրա համար այդպես եմ սկսում։ Չնայած ինձ թվում է վերնագրում դուք արդեն հասկացել եք ինչի համար է, դրա համար իմաստ չունի բացատրեմ, ինչու է 2 օր նկարահանվելու, դե ինչ մեր Սամոյի եղածը չեղածը եկել է արդեն, այսինքն մահճակալը, դե մատրասը արդեն ցույց էի տվել, որ եկել է, շատ բարի առաքիչ էր, օգնեց բարձրացրեց վերև, բերեց հասցրեց մինչև այստեղ, դե ես մենակ էի, այսինքն ես նույնիսկ տանը չէի ժողովուրդ, ես գործի տեղն էի ու նորմալով այդ ժամին չպետք է տանը լինի, ամուսինը զանգեց Արմենը, ասում է առաքիչը հեսա գալիս է մի 10 րոպեից, տնօրենին ասեցի կներես, բայց պետք է գնամ եւ ինչպես միշտ չմերժեցին։ Մի խոսքով եկա, իջա ներքև, երբ որ առաքիչն եկավ, ասեցի կներեք, բայց մենակ եմ տանը, ձեզ դժվար չի լինի, որ բարձրացնեք վերև, գիտեմ ասեցի, որ ձեր գործը չի դա, բայց օխո կոժնուս կորմրել է, հեսա կիմանաք ինչա կարմրել, հա։ Մի խոսքով չմերժեց, բարձրացրեց վերև, շատ շնորհակալություն հայտնեցի, գումար տվեցի, չէր վերցնում, չէ, ասում եմ դուք շատ լավն եք, շատ լավ խոսացիք, շատ բարի խոսացիք ինձ հետ, այնպես որ չեմ ուզում գումար բան, բայց դե ստիպեցի վերցրեց, ասի ոչինչ, դա իմ շնորհակալությունն է։ Մի խոսքով, հիմա չգիտեմ, երևի թե վաղը չէ, շաբաթ կամ կիրակի արդեն կանցնենք Սամոյի սենյակի թարմացման process-ին, ես էլ եկա տուն, առաքիչին դիմավորեցի, բաց թողեցի, շոկ է, երեք նա պատուհանը բացեմ, գիտեք ինչի է շոկ, հələ իմ դեմքի կարմրությունը նայեք, ուլալա, եկեք ցույց տամ ձեզ, մեր դիմացի շենքը բանենա գեղեցկացնում են, այն կողմը արդեն արել են, այս շենքը այնտեղ տեսնում եք, այսի քանդելու են ու ընդհանուր ճանապարհ է լինելու, կարծեմ տրամվայի ճանապարհ է լինելու, հա, հետո երևի կանցնեն այս շենքին կամ այն շենքին, հետո մեր շենքին, որ արտաքին տեսքը գեղեցկացնեն, որտեղ արդեն բավականին տեսեք հոգնած է մի քիչ շենքի տեսքը, ունես չի որ հոգնած է, բայց թարմացնելու կարիք ունի, ես զգում եք, սենց կանգնել եմ, ենքա որ հովանամ, դրսում ցուրտ չի իրականում։ Ինչի եմ ես սենց շոքում, որովհետև ես եկել եմ ու անցել եմ, թխել եմ մեղրով տորթի լիստեր, սենց ձվով տորթի բարակ լիստեր եմ սարքում, առաջինը հեսա, երկրորդը այստեղ թխվում եմ, 2 տեսակ տորթիկ եմ սարքելու, վաղվա համար։ Երևի թե ասեմ, մեկա նույն վլոգի մեջ է լինելու, ինչ տարբերություն այսօր թե վաղը, մեկա իմանալու եք նույն վլոգ դա։ Դե ինչ, կրեմներ եմ պատրաստել, իրականում Վաղադրատոմսը այս մեղրով տորթի կամ ծտիկաթի, ով ոնց ասում է, չգիտեմ, ես ասում եմ մեղրով տորթ, որովհետև ծտիկաթի համար բեզեյով են տորթն է, այնպես որ կրեմներ եմ պատրաստել, Վաղադրատոմսը, ռեցեպտը, հոլովակը կա ալիքում, եթե ցանկանաք պատրաստեք, հղումը կդնեմ ներքևում, ով չգիտի, որ կա վիդեո, այդպես ասեմ, շատ հեշտ Վաղադրատոմսը դեպ կարակ չի գնում բացարձակապես լիստերի մեջ, այնպես որ խորհուրդ եմ տալի պատրաստեք, չեք փոշմանի, այսպես հիմա արագ սկսեմ, իրականում նորից աշխատանքի եմ, այսօր ամբողջ օրն եմ աշխատում, բայց եկա չեկա ու անցա այս գործերին, իսկ ինչու եմ պատրաստում, հիմա ասեմ, մենք գնեցինք մեքենա, որը Արմենը ուզում էր վաղուց, կարելի այդպես ասել, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում, հա, եւ վերջապես ստացվեց, գնացինք մեքենա, վաղը գնալու ենք մեքենան վերցնելու սալոնից եւ իհարկե ես հետ միասին ու Արմենը ասեց, որ ուզում է ինչ-որ քաղցր բան նվիրի, դա ոնց որ այդ աշխատակցին ով որ այդ ակվաճառքով զբաղվել, ես էլ ասեցի, գիտես ինչ, այնտեղ մի հոգի չի աշխատում, ճիշտ է, մենակ ինքն է զբաղվել, բայց ամեն դեպքում ինձ թվում է ավելի հայավարի կլինի, որպեսզի մենք սարքենք մեր հայկական տորթիկներից, մեկ վարքյաններում չվարվի են մեկը։ Չի վարվի։
մեր հայկական տորթիկներից սարքենք, ասենք կտորներով եւ իհարկե կվերցնենք առանձին իրան արդեն երևի թե մեկ շիշ կոնյակ եւ ինչ որ մի կոնֆետ միասին, բայց սա ընդհանուր ոնց որ հյուրասիրություն քաղցր եւ որոշեցի սարքել, սկզբից ուզում էի գաթա սարքեի, որ ճիշտն ասեմ, կլոր գաթա, կտորներով, հետո ասեցի լավ, արի մեղրով տորտ սարքենք, ասենց ավելի ճիշտ կլինի։ Այնպես որ սարքում եմ մեղրով տորտ, այս ձվով բիսկվիտը ուզում եմ պոպոկով, բանանով ու կակաոյով կցանեմ վրան, այդպես կսարքեմ եւ իհարկե սա։ Եվ եղավ այն ինչ որ եղավ։ Ու արդեն իհարկե կգնանք մեքենայի ետևից։ Շատ ուրախ եմ իրականում, որ վերջապես ստացվեց վերցնել այն մեքենան, որ ինքը ուզում էր։ Համ ուզում էր, համ չէր ուզում այդ մեքենան, բայց ավելի շատ այդ մեքենան ուզում էր Ալյոնան, որովհետև պարզվում է, որ այդ մեքենայի ֆարերի մասում քարեր է տեղադրված Սվարովսկիի եւ դրանք խոտ տալու ժամանակ այս կողմ այն կողմ են անում ու Արոնան շատ էր ուզում այդ մեքենան ամեն մեկս մի մեքենա էր ուզում խոսքով տենց որոշ կանգնեցինք դրա վրա այդպես հա գիտեք ինչի մասին կուզենայի զրուցել այսօր մինչև ես ամեն ինչը անում եմ ինձ հարց էիք տվել սիրելիներս մեկ հոգի եք գրել ներող եղեք անունը չեմ հիշում ուղղակի կոմենտարան եմ ֆիքսել խնդրել էիք ավելի շուտ մի քիչ խոսեմ խանութի ինչպես կարելի ընդունել խանութ աշխատելու եւ ինչ դեպքում կարող են ձեզ խանութից հեռացնել, այսինքն աշխատանքից հանել, հա, այդպես ասեմ։ Դա շատ բարդ թեմա է, շատ ծավալուն է, ինչի, որովհետեւ նախ նայած թե ձեր ձեռքին ինչ կոնտրակտ է։ Սկսենք դրանից ընդունվելու համար ձեզ պետք է ձեզ լավ ներկայացնել, պատկերացրեք աշխատանքային փորձ, եթե ուղղակի սովորական կասայի աշխատող եք ուզում լինեք, աշխատանքային փորձը ընդհանրապես կարևոր չէ, չմտածեք, որ թե փորձ չունեք, ձեզ գործի չեն ընդունի։ Մինիմալ լեզվի իմացություն, մինիմալ, որտեղ ձեզ էլ պետք է կոմֆորտ լինի, շփվելուց հաճախորդի թե կոլեկտիվի հետ, գոնե մինիմալ պետք է խոսեք ֆրանսերեն, հա, լեզվի իմացություն, ներկայ մինիմալ լեզվի իմացություն ձեզ պետք եւ ընդունում եք աշխատանքի սկզբից ձեզ չեն տա կոնտրակտ ինձ թվում է CDI գույություն ունի բացատրեմ նրանց համար ովքեր չեն ապրում Ֆրանսիայում CDD ու CDI ինչա նշանակում CDD նշանակում է կոնտրակտ որը որ ունի վերջ այսինքն ձեզ տալիս են այդ կոնտրակտը եւ կոնկրետ ժամկետի մեջ է այդ կոնտրակտը կարող լինի 6 ամսով 3 ամսով կամ 1 տարով ունի ավարտ, այսինքն ավարտելու դեպքում ձեզ պարտավոր չեն, ձեր կոնտրակտը պարտավոր չեն երկարացնել եւ աշխատանքով ապահովել, իրավունք ունեն դադարեցնել ձեր կոնտրակտը, նույնիսկ այդ կոնտրակտի ընթացքում, նույնիսկ այդ քանի ամսվա ընթացքում իրանք կարող են իրանց թույլ տալ դադարեցնել ձեր կոնտրակտը, պատճառները հետո կհնչեցնեմ Իսկ CDI նշանակում է կոնտրակտ, որը որ չունի ավարտ, կարելի ասել ռուսերեն ասած պաժիզնենի կոնտրակտ, բայց ոնց որ կոնտրակտ, որը ավարտ չունի, այդպես ասեմ։ Ինչքան որ կաշխատեք, հիմա սկսեմ նրանից, թե կոնտրակտ, որը որ ունի ավարտ, ինչ պատճառ պետք է լինի, որ ձեզ գործից հեռացնեն կամ չերկարացնեն։ Գործից հեռացնելու պատճառը կլինի մի դեպքում, եթե դուք հաճախակի ուշանակ, օրինակի համար ձեր գործը չանեք պարտաճանաչ կամ ամենավատագույն դեպքում լինի գողություն, այսինքն դուք գողություն անեք այդ խանութից, այն ինչ որ կարող է հանգեցնել, որ ձեր տնօրենը ձեզ ուղղակի չպահի եւ շատ հեշտությամբ գործից ձեզ հեռացնի։ Դա կարճաժամկետ կոնտրակտների մասին է, որը ունի ավարտ։ Հա, իսկ այն կոնտրակտը, որը կոչվում է անավարտ, CDI, մեկ վայրկյան, տեսնեմ այստեղ ինչ է կատարվում, հա, որը ունի ավարտ, ես вообще կողքերն եմ քսում, հետո գլազուրը որ թափվում է, կողքերն էլ շատ համով լինում կտրելուց հետո, որպեսզի գորուս չտանք։
Այն կոնտրակտը, որ չունի ավարտ, ձեզ աշխատանքից հեռացնելը այդքան հեշտ process չի։ Այսինքն, իրանք չեն կարող ուղղակի գալ մի օր ու ասել, գիտես ինչ, մեզ դուրս չի գալիս ձեր աշխատանքի օրինակի համար ոճը, ուղղակի զուտ կամ դուք ինձ դուրս չեք գալիս, ես էլ ձեզ չեմ ուզում, հա, պահեմ, այդ դեպքում ինքը չի կարող այդպես հեշտ ձեզ գործից ազատել, կարող է ազատել մենակ այն դեպքերում, իհարկե եթե ուզեցավ ազատի, ինքը պատճառ կգտնի ձեզ ազատի, նույնիսկ եթե այդ պատճառը չկա, կստեղծվի, բայց եթե օրինակի համար դուք ձեզ անշնորհքություն թույլ տաք եւ գողություն անեք, հատկապես կասայի աշխատողներին ավերվում, շատ ակուրատնի ու զգուշ պետք է լինեք, ձեր աշխատանքի մեջ մաքուր լինեք, գողությունը համար մեկն է, ինչի համար շատ հեշտությամբ ձեզ աշխատանքից կհեռացնել, նույնիսկ կարող են այնպես հեռացնել, որ դուք չունենաք իրավունք գործազուրկության գումար ստանալու, ուշադիր եղեք, այսինքն ֆուտ գրավ է կոչվում, այդ դեպքում չգիտեմ ոնց թարգմանեմ, սխալ, որը շատ վատ սխալ, հա, այդպես ասել, այդ դեպքում ձեզ իրավունք ունեն գործից հեռացնել եւ դուք նույնիսկ գործազուրկության գումար չեք կարող ստանալ։ Սա մեկ, դա ինչը, որ շատ հեշտությամբ կարող են ձեզ գործից ազատել, բայց անվերջանալի կոնտրակտի դեպքում մնացած դեպքերում այդքան հեշտ չի, մնացած դեպքերում կարող են ձեզ մենակ հեռացնել, եթե ձեզ զգուշացում ուղարկեն, օրինական զգուշացում 3 անգամ նամակով, օրինակի համար դուք բացակայել եք 2 օր ու չեք զգուշացրել, չեք տեղեկացրել աշխատանքի վայրը, իրավունք ունի տնօրենը ձեզ նամակ ուղարկի, ահա, դուք նամակը ստացաք, դա եղավ մեկ զգուշացում։ Օրինակի համար հաճախակի ուշանում եք աշխատանքից։ Եթե տնօրենը ցանկացավ, կարող է ձեզ նորից նամակով ուշացումի պատճառով նամակ ուղարկել, avertissement, հա, lettre avertissement, ու դա երկրորդ զգուշացումն է, ու օրինակի համար, չգիտեմ, նույնիսկ եթե դուք ուղղակի բարձր տոնով խոսեք եւ վիճեք խանութում, թե հաճախորդի հետ, թե ձեր աշխատակցի հետ, գոլեգայի հետ, հա, նույնպես իրավունք ունի նամակ ուղարկել եւ դա կլինի երրորդ զգուշացումը եւ երրորդ զգուշացումից հետո շատ հեշտությամբ ձեզ նույնիսկ այն կոնտրակտը, որը կոչվում է անվերջանալի, մինչեւ կյանքի վերջ, շատ հեշտությամբ ձեր ձեռքից կվերցնեն։ Այնպես որ մնացած դեպքերում, եթե դուք ուզում եք իրոք ընդունվել եք ու դուք ուզում եք շարունակել աշխատել այդ խանութում, ապա պետք է լինեք բարեխիղճ, պետք է լինեք ամեն ինչում կորեկտ, ճիշտ անել, ճիշտ ժամանակին գալ, ճիշտ ժամանակին գնալ, եթե բացակայում եք, զանգել անպայման զգուշացնել եւ բացատրել պատճառը, եթե հիվանդ եք, ուրեմն հիվանդանոցից, բժիշկից պետք է տեղեկանք բերեք, եթե 1 օրից ավել է, այսինքն ինչը որ օրենքի սահմաններում, երբ որ դուք ամեն ինչ ակուրատնի կորեկտ անում եք, ձեզ ոչ ոք գործից չի ազատի ուղղակի, հա, լինի դա վերջանալի թե անվերջանալի կոնտրակտ, որովհետև երբ որ ես եմ սկսել աշխատել, իմը վերջանալի վերջ ունեցող կոնտրակտ է, որը երկարացվեց 3 անգամ, որից հետո տվեցին կոնտրակտ, որը կոչվում է անվերջ, այսինքն ես արդեն 8 տարի աշխատում եմ CDI կոնտրակտով, որը որ անվերջ է, սկսել եմ մտել եմ որպես կասայի աշխատող, փոխարինող, կարճաժամկետ, բայց իրանց դուր է եկել իմ աշխատանքի ոճը, իմ պարտավորվածությունը, ոնց ասեմ, այն ինչ որ ես կորեկտ եմ ամեն ինչ արել, եւ դրա իսկ պատճառով տվեցի անվերջանալի կոնտրակտ, CDI, եւ իհարկե արդեն նիվոներով բարձրանում ես վերև, սկսում ես օրինակ նիվո 2-ից, հետո նիվո 2A, 2B, 3A, 3B եւ իհարկե արդեն գալիս է 4A, 4B։ Ես սկսել եմ նիվո 2-ից եւ հիմա արդեն 4A եմ, շուտով կլինեմ 4B եւ հետո արդեն ավելի բարձր, ըստ նիվոյի բարձրանում է ձեր պաշտոնը, ըստ նիվոյի բարձրանում է ձեր աշխատավարձը։ Այսպես հուսով եմ բացատրեցի ու հասկանալի էր, այնպես որ աշխատանքից այդքան հեշտ չի հեռացնելը, բայց միաժամանակ եթե իրանք մտադրություն ունենան ձեզ հեռացնել, կգտնեն պատճառ կհեռացնեն, բայց եթե ձեզ հաճելի է մթնոլորտ եւ դուք ցանկանում եք աշխատեք, փորձեք միշտ ամեն ինչ կորեկտ անեք, ինչպես որ ձեր տանն եք։ Հաշվեք, որ ձեր աշխատանքի վայրը ձեր երկրորդ տունն է եւ ինչպես որ ձեր տանն եք, դուք ամեն ինչ ակուրատնի, մաքուր, կորեկտ
ոչ վատ նպատակներով անում, այնպես էլ աշխատանքի վայրը պետք է ձեզ համար լինի այդպիսի վայր, որտեղ որ դրա շնորհիվ ձեզ կսիրեն, կհարգեն եւ աշխատանքի վայր մտնելուց անմիջապես ձեր կոլեկտիվը լինի, թե ձեր հաճախորդները լինեն, ձեզ սիրով կնայեն եւ շփիտով կբարևեն, ինչը որ տվյալ պարագայում ինձ հետ այդպես էլ կա, այնպես որ ցանկանում եմ ձեզ ունենալ այն ամեն ինչը, ինչ որ դուք ուզում եք, ինչին որ դուք արժանի եք։ Հիմա ես պետք է սարքեմ գլազուր սրա համար ու սրա կրեմը։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր խմորը, այսինքն բիսկվիտները, ձեզ երևում է։ Հիմա արագ քսեն պատրաստեմ ու վազեմ գործի աշխատանքի։ Դեռ արդեն մնացել է կես ժամից պետք է լինեմ աշխատանքի տեղը, բայց դե ոչինչ, կարևոր է հագնված եմ, ինձ վրա աշխատանքներ չունեմ անելու, այնպես որ արագ կգնամ։ Վերջ, կրեմը քսեմ, բանանը կտրատեմ, պոպոկը լցնեմ, գլազուրը չսարքեցի մեղրով տորթի, գլազուրը կամ կգամ այսօր աշխատանքից հետո երեկոյան կսարքեմ, տենց դրեցի խալադիենիկ, փակեցի, կամ վաղը աշխատանքից երբ վերադառնամ գնալուց առաջ, այդ վաղ կքսեմ, բայց երևի թե այսօր կանեմ, ինձ թվում է, որպեսզի հասցնի գեղեցիկ սառի վրան, որտեղ իմ գլազուրը սառելուց հետո ոչ շաքարակալում է, ոչ տեսքը փոխում է, դրա համար շատ լավ գլազուր է դեպ ստացվում, նորից եթե կուզենաք, մտեք նայեք մեղրով տորթի բաղադրատոմսը, այնտեղ ցույց եմ տվել ինչպես եմ գլազուրը պատրաստում սիրելիներս։ Ահա, հա, գիտեք ինչից էի ուզում խոսել ձեզ հետ, ներող եղեք, անունը նորից չեմ հիշում, ես ձեզ շատ եմ սիրում, դուք շատ եք, ինչի համար շատ ուրախ եմ, դրա համար ու ես շատ վատ եմ անուններից իրականում, ֆիքսում եմ այն անունները, որոնք որ ունեմ ինչ-որ ծանոթ բարեկամ հարազատ, հեշտ ֆիքսում եմ, մնացածը չէ, նույնիսկ աշխատանքի վայրում շատ դժվար եմ ֆիքսում։ Այսպես, ինչ եմ ուզում ասել, այս վերջերս հայտնվել է մի ինձ թվում է կինա, որը որ ահավոր անհանգստանում է, թե երբ են Էլենը եւ Սամվելը ամուսնանալու, ես դրել եմ սառնարան, բանանը լավ վիճակում չի, լավ կկտրեմ այս սևերը, ինձ թվաց դնեմ սառնան ավելի լավ կմնա, բայց ոչինչ, սևերը կհանենք, հա, ամեն վիդեոյի տակ գրում եք սիրելի կոմենտարիա գրող, ամեն վիդեոյի տակ գրում եք Էլենն ու Սամոն երբեմն ամուսնանում, Էլենն ու Սամոն երբեմն ամուսնանում, ժողովուրդ, Սամոն հələ 20 տարեկան է, Էլենչոյի 18-ը նոր է գրացել, մենք այն դարերում են թվերում չենք, որ երեխեքը հələ 18 տարեկան չդարած պարտավոր են ամուսնանալ եւ ամուսնական կյանք ստեղծել, երեխաներ ունենալ, այս երեխեքը ուզում են իրանց կյանքը մաքսիմալ ջահելությունը, ազատությունը վայելել, ազատությունն ասելով ճիշտ հասկացեք, ամուսնական պարտականություններից զերծ, հա, իրանք շատ լավ ժամանակ են միասին անցկացնում, այսինքն ժամանակ ասելով դուրս են գալիս, կինո են գնում, թատրոն են գնում, ամեն տեղ գնում են, օգտվում են ու հետո ամեն մեկը իրանց տներով են գնում։ Ինչ եմ ուզում ասեմ, իրանք դեռ չեն ուզում ամուսնանան, երբ ուզենան ամուսնանան, դուք դրա մասին կիմանաք, դա իրանք են որոշում, ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այնպես որ մի անհանգստացեք, իրանք դեռ չեն ուզում ամուսնանան, ասեմ իմանաք։ Ես երեխեքը ուզում են կայանան, հաստատվեն, իրանց ստեղծեն, իրանց տունը տեղը դնեն, որ հանգիստ խղճով են, որ ասում է ամուսնանան, գնան իրանց համար ապրեն, դեպ արդեն Էլենչոն իր ուժի դե դզում է, ասում է արդեն ափսերներ, բաժակներ, ամեն ինչ առել եմ ու հավաքում եմ, ինչի համար շատ ուրախ եմ, այնպես որ երեխեքը երբ կորոշեն ամուսնանան, այդ վաղտել կամուսնանան, դուք շատ մի անհանգստացեք սիրելիներս։ Սա այսպես բանանն եմ շարում, ինչը ձեզ հետ խոսում եմ, ինչ է ուզում ասել նորից, ուզում եմ ասել շատ շնորհակալ եմ ձեզ, որ դիտում եք, բաժանորդագրվում եք, ակտիվ եք կոմենտարիաներում, իրոք շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է։
անչափ հաճելի է, բոլորիս համար, տան անդամների բոլորի համար հաճելի է, բոլորը մասնակցում են, կարդում են կոմենտարիաները, այնպես որ նույնիսկ եթե այդ պահին չենք պատասխանում, հատկապես ես, դա չի նշանակում, որ մենք չենք կարդում, մենք կարդում ենք եւ շատ մեծ բավականություն ենք ստանում, այստեղ մի փոքր լավ բերքսիոնից ուղղակի քիչ մի փոքրիկ հատված մնաց առանց բանան, բայց մենք չենք թողնում մնա առանց բանան, այնտեղ ձուկ եմ բերել, գիտեք, չէ, պատրաստում, որ երեկոյան ձուկ ուտենք, այսա կգնամ աշխատանքի, կասեն, դա հանգստացար, դարի ասա, որ հայկինը չի հանգստանում, գիշեր ծերեք, միշտ, հա, չնայած հաճելի է, բան չեմ ասում, ավելավաց, այսպես կանցնը ուրիշ ձև, շո, մնում է պոպոկը, կտրատեմ, միանձուկն է, ձուկը գրեթե պատրաստ է, մի փոքր մի քանի վայրկյան թողեմ, որ բանինի, մի քիչ է կարմելի, պոպոկ, 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 ստումա հերիքա, կարայի բլենդերով մանրացնեի, բայց բլենդերով շատ է մանր լինում, դրա համար այսպես դանակով արագ մանրեցնեմ, Oops. Շատ մենք մանրեցնի, որ ատամիտակ ընգնի ու զգացվի, որ մեջը պոպոկ կա, բայց շատ էլ մեծ եկեք չանենք, որ չափից շատ մեծ պոպոկ չգնի ատամիտակ, Всё, վերջ, սա էլ լավ, այսպես, շատ մանր չի, բայց շատ խոշոր էլ չի, սեն բանանի վրով, շատ համով է իդեր բանանը, պոպոկը ու այս բիսկվիտը, ես շատ եմ սիրում, Արմենը չի սիրում պոպոկով, շատ, որտև ասում է, ծամելա պետք, բայց ոչ ինչ, մի անգամ է ծամի, չհասկացանք, իրա ուզած ավտոն իրա համար առել ենք, մի հատ էլ հələ պոպոկն է չի ուզում ծամի, այս ինչ բանը, Ես ինչ չարկին է չուքսերին է, այո, այս մյուս հաջորդ բիսկվիտներ դնենք վրեն, դեր բիսկվիտը այսպես է, ուսով եմ ձեզ մի փոքրիկ երևում է, ասեք հեսեք երևում, ուй, դեր անեմ, ստեղին, Գիտ սեղմենք, կրեմը կսենք ու վրից արդեն գեղեցիկ մի քանի հատ ծաղիկ կանենք, այսինքն ուզոր ու տորտը պատրաստ է, արագ, համով, համեղ և որակով վերջ այս տորտիկը սամոնել է սիրում պոպոկով չգիտեմ Իսկ թվում է կսիրի, պոպոկովն է կսիրի Առաջ որ սարքում է չեր ուտում Դրա համար չգիտեմ պոպոկով կսիրի թե չէ Միշտ բան էր անում Բայց մի անգամ ես վերջերս փորձեց Ու շատ հավանեց Հիմա ուտում է Հիմա մնում է պոպոկովն է ուտի Շո Այսպես Վերջ Այսպես Հիմա գիտեք ինչ պետք է անեմ Ողջես է դանակը Այսպես հավասար Այսպես Գիծը տանեմ Ու այսպես կտորներ պետք է անենք
Սովորեմ ճիշտ եմ արել։ Հա, անկիր, մալադեց ես։ Այսն ասատկան ամտել է սենց բաց աստղ, կիսա բաց աստղ, ես ժամին եմ նայում։ Կրեմը իդեպ մասկարպոնա ու սլիվկա է, ամենալավ կրեմն է իմ կարծիքով, կարակով կրեմներով չեն սիրում, ես չեմ սիրում, կարակով կրեմ մենակ Արմենն է սիրում, մնացած ոչ մեկ տնից չի սիրում։ Եկեք իշխլավ կրեմ այրը, ինձ ով ազանգում, ով սամուս, միատ պատաս։ Ես վերադարձա, բան էտ պատվիրել, սանգեց ասեց կարաս իչնես վերսնես, սիցի այո, սյա, հիմա, եսպես, կացնել ձեզ, եսպես, երկու ծայրկատիպի բան եմ անում, կարող եք 3, կարող եք 2, միգուցե ես փոշմանեմ և անեմ 3, այո, սովորեմ կրեմս կերիքի 3-ի, եկեք գիտեք ինչ անեմ, սկզբից սենց 2 հատ անեմ, տեսնեմ ինչքան է կրեմը մնում, նոր մեջտերի 3 հատը կանենք, մարդես, ես հիմա էլ կրեմ սարքելու ժամանակ չունեմ, տեսեք, ոչինչ 3 հատանոցը այդտեղ կտանենք, չնայած ինեմ ինչ չի կրեմ, ինչ խորցում կանենք, բայց կանենք, եքիչ չունեմ, բայց Մինչև վերջի կաթիլը կքամենք կրեմից, իսկ սրա վրա մի քիչ կա, գնա մեջը, վերջ, էլի մի քանի հատ կզարդարի, ուպս, Ապա, կես տեսնեմ, մոլադեց, աղթալի սամոնա, մամա ետղեն չի թող մաման վլոգանի, սրա վրա մնումա գլազուր, կակաու ցանեմ, կակաուն էլ ցանում ենք, ու վերջ, սա էլ ուղարկեմ սառնարան, մեկ վարկեմ, սրանով ցանենք, սենց լեցնեմ, մի անգամից վրան չեմ ուզում լեցնեմ, որտեղ թե չէ գունդա լինելու, կական համ տեսք հատալի գեղեցիկ, համ, ելքի կարելի է հալեցրած շոկոլադ լեցնել վրան, բայց սենց էլ է համով լինում, մի փոքրիկ էլ, վերջ, ոտիկից ծույց տամ ինչ ստացվեց, ենտեղ վիդեո մի մոմենտ անջատվել է, չգիտեմ որ մոմենտն է, ահա, սենց երկար ու կտորների հետո կկտրենք ու սա էլ է պատրաստ, վերջ ժողովուրդ կհանդիպենք արդեն հաջորդ օրը։
Ժողովուրդ, ես վերջացրեցի իմ տորտիկները, իջնում եմ գնամ աշխատանքի եւ նայենք ում եմ ինձ հետ տանում։ Սա իրականում Ալոնայինն է, իր ծննդյան նվերներից մեկն է շատ տարիներ առաջ, բայց կամացից իր արջուկներից ինքը հրաժարվում է, քանի որ մեծացել է, տեսեք, ասում եմ տեղ չունեմ սենյակում, հանեց դուրս սենյակից, ես էլ ունեմ աշխատող, որը ունի փոքրիկ աղջիկ, եւս էլ երկու հատ կարծեմ sense մեծ փափուկ խալիկ նվիրել եմ արդեն։ Հիմա ես էլ կտամ, նայեք յարլիկն է վրան է, էլի այնպես չի որ գարդրոպի գլխի միշտ դրած ա եղել։ Իր աղջիկն էլ շատ է սիրում, տենց խաղալիքներ, մի խոսքով տանեմ, նվիրեմ, թող տանի, կուրախացնի, մեր լիֆտն էլ մինչև 3-րդ հարկը աշխատում, չգիտեմ ինչ են արել, մի խոսքով ոտքովիչ է 3-րդ հարկից։ Այ հիմա իսկականից արդեն կհանդիպենք բանը։ Վերցրիլներս մենք եկանք, հեսա մեր մեքենան արդեն երևի թե պատրաստ է, ժամն է, սա Արմենչոն։ Գնանք տեսնենք ինչ ենք անում, ձեզ էլ ցույց կտանք։ Սամոնել ավտոն է, պարկովկա անում, որ գա տեղ չկա։ Ավտոկայանը տեղի չկա, որ մեր մեքենան կայանատեղի գա։ Տենց են ասում։ Դե երևի էլի, լավ գնացինք։ Հո, հավեսին արևա, զգացվում այս թվում է։ Եկավ։ Մամայի տղեն էլ եկավ։ Սպասում ենք, տեղ չկա, նայեք ոնց է կայանատեղը, բոլորի դեմը։ Լավ տեղ ես կանգնե, ոչինչ։ Շո, սպասում ենք։ Նայեք, եղնիկ են սարքի այս ավտոից։ Կոտոշները դրել են։ Ու եղնիկ են սարքի, սպասում ենք մեր վաճառողը վերջացնի, որ մեքենան վերցնենք։ Թու է։ Ça fera un souvenir avec la famille. Ահա, վերցրինք ավտոն։ Մի հատ նտարը բացել թողել։ Moi non, c'est eux qui ont vu. Ահա, ես էլ մեր կուկլկան կարելի ասել։ Ահա։ Բացատրում է այն ինչ ոնց, չգիտեմ, համարը երևի հետո կփոխվի, հա։ À savoir que quand j'ai détruit un vêtement, si j'appuie sur le bouton qui est là, je passe la gauche ou la gauche. Là, on a rien à voir. On a la même chose ici pour parler, si j'ai besoin. Et on a aussi... Բայց մեջը ցույց տա միջև իրանք խոսում են։ Արմենը խոտա, նոր լրիվ ցույց կտանք մեջից երևիցը։ Regardez, si je fais ça et puis après c'est fermé, Ah, pardon. et que j'appuie. Là, j'ai fermé la voiture. D'accord, c'est juste à savoir. Donc le bouton il se trouve ici. Hop. Non, il faut la clé ou la laisser dans la poche. D'accord. Je peux aussi ouvrir mon coffre en appuyant sur le bouton qui est là. Oui. D'accord. Est-ce que celle-ci elle est là? J'ai cru, ouais, j'ai vu hier. Ah, c'est bien ça. Այսի շատ լավ է, որ իրան աբացվում, փակվում, փրկվանք։ Vous allez voir, pour ça, comment faire refaire ce coffre. J'ai pas besoin de balayer comme ça, comme ils font voir à la télé. Vous faites juste ça. Այստեղ նայեք հլը ժողովուրդ ինչ թիթիզա, օհ, հլը նայեք, այս սրա համար է Ալոնան ուզե, որ սենց պտտվում է մեջը, Սվարովսկիի քարեր է մեջը, ու իրանք պտտվում են, То есть աղջկով, то есть իտուով, то я բառոզվի գույնի մեջը, չգիտեմ ձեզ երևում, եկեք սենց կողքից նկարեմ, երևի ավելի լավ կերևա։ Ալոնան սիրահարվել է այս քարիկների վրա, դրա համար հələ խոտ տվեք նորից, ստեղ ես նկարում եմ։ Լավ հետո էլի կնկարեմ, մոտիկից որ ավելի լավ երևա։ Շնորհավոր։ On va pouvoir gérer la mémorisation des sièges et des rétroviseurs, c'est ça qui est important. Donc ce qu'on va faire, je vais vous laisser la démarrer d'abord. Donc pied sur le frein et je vous laisse appuyer sur le bouton qui se trouve là-haut, là-haut, là-haut. Je fais exprès d'en haut, restez appuyé 2 secondes. Parce que les clés sont là, ça fonctionne. De là, vous allez pouvoir avancer, gérer votre dossier ou monter. D'accord? Donc c'est un peu de votre siège et je vais voir comment ça marche pour le reste. Pour la mémorisation, comme on dit. Après, je vais l'arrêter. Ensuite, je vous demande de m'ouvrir la fenêtre. De m'ouvrir la fenêtre, c'est beaucoup bien, ça peut être la question de transformer la chaîne. Voilà.
le régler parce qu'on va mémoriser ça avec les sièges, vous allez voir. Et c'est ça tout l'intérêt. Les rétroviseurs aussi bougent avec la mémorisation. Ouais, c'est ça qui est intéressant, c'est que si on n'a pas la même taille, Չի շարժվում, չէ։ Ուզում եք նայել շարժվում է, թե չէ, բայց on a չէ։ réglé notre siège, on a réglé le rétroviseur, d'accord? On va pas bouger par là. Չքշես մեր վրա։ Գույնը սիրուն հանգիստ գույն է։ Հետաքրքիր գույն ունի ու ոնց որ թե կամերան տոշնի փոխանցում է գույնը։ Բաբր։ Ստերին ավտոն ուզում էր ինձի տերորեր։ D'accord? Et là, c'est un siège électrique non mémorisable. D'accord? Oui, bah Je fais un peu de place, ouais, ça sert sur toi. Սովորացնում է, բացատրում է։ Allez, c'est parti, à l'intérieur du véhicule. Allez-y, tournez-le un quart de tour. Non, ça va. C'est bon. Rangement qui se trouve ici, classique. D'accord, donc il est grand, il est réfrigéré. Hein. Je peux mettre une Խոլոդա bouteille, c'est plutôt խալաձելնիկը, pratique. եթե D'accord. ուզենան կարանք։ Ici, on peut poser des gobelets. Ici, on va pouvoir tout simplement ouvrir et fermer les fenêtres. Je le fais pas parce qu'on vient de le faire. Ici, je pourrais ouvrir ou condamner la voiture. Et ici, je pourrais condamner les vitres arrière si les enfants ils sont pas gentils, qui jouent trop avec. J'appuie sur le bouton, ils pourront tous s'en servir. D'accord. Le levier de vitesse qui est là, tout simplement boîte automatique. Pour mettre ma première vitesse, si je fais ça, ça marche pas. Elle va me demander de mettre le pied sur le frein. Donc vous avez le pied sur le frein. Il faudra bien que j'appuie ici. Et là, je vais enchaîner ma première vitesse. D'accord. Donc à partir de là, j'ai enchaîné ma première vitesse. Et tout simplement, si on accélère, elle s'en va. Le frein à main qui est là, on s'en occupe pas. Ok, il fait automatiquement. Il va se gérer tout seul, ce frein à main. D'accord. Dès que je vais partir, il va s'enlever. Dès que je vais arrêter ma voiture, il va s'enlever. Il va se remettre, pardon. Ok. Vous, votre ami, c'est lui là. Donc c'est le bouton qui est là. Donc en appuyant sur ce bouton, je me mets en sécurité. D'accord. Donc voilà, avant de descendre de la voiture, je vous conseille bien de faire ça. D'accord. Ici, vous avez la boîte manuelle. Vous pourrez conduire votre voiture avec les palettes qui se trouvent ici. D'accord. Ici, les modes de conduite. Donc je suis en mode sport. C'est marqué là-haut vers le P. D'accord. Voilà ce que je vais faire pour que ça vous parle mieux à vous. Vous aurez plus d'aisance comme ça au début. Voilà. Là-bas, vous avez le P par exemple. En dessus, eh ben, vous aurez tout simplement le sport. Et là, vous allez avoir éco. Et normal quand il n'y a rien de marqué. D'accord. Un petit rangement qui est là. Une petite dalle de recharge qu'on peut mettre là. D'accord. Ah oui, en induction. Ouais, ça s'allumera quand Parce que ton téléphone il charge. Voilà, c'est ça. C'est bien ça. Ça, c'est bien ça. Ensuite, on a un écran qui se trouve devant nous. Comment ça fonctionne? Ici, on a une voiture, ici, on a un téléphone, on a le chauffage, les applications, la navigation. Et ici, la radio. C'est à peu près tout ce qu'on a ici. D'accord. Donc là, le téléphone, on pourra le connecter ensemble, on va le faire après. Radio. Si j'aime bien la radio, j'en ai parlé un tout petit peu tout à l'heure. Si je veux aller chercher une radio qui sera mémorisée, je peux aller la chercher comme ça. Si je veux aller chercher une radio qui sera autour de nous, je vais dans liste. D'accord. Je vais dans liste. Alors, je reviens déjà. Liste. Je vais chercher la... Ah, mais il se règle tout seul le siège. Bah oui. Բանալին պետք չի չէ՞ քեզ։ J'ai dit. Տեխնոլոգիա։ Je fasse attention en sortant. Mais si je peux sticker, bleu. Donc là, c'est ce qui passe, il tiny. Ouais, voilà. Это телековикале Mais là, стоит. je check. Այո, Примерно, если бы шла, ça. սամաս։ Լավ չէ հեչ։ C'était Véténique, c'est un bonheur. Դու հետևը կնստես Ah ouais. միշտ։ Ah ouais. Ալոնան կսիրի լավ։ C'est sport comme TV. Droite. Ժողովուրդ, մեր մեքենան վերցրեցինք, գնանք մեր շնորհակալությունը հայտնենք մեր չեմ խանգարում, չէ, խանգարում եմ Ah, խանգարում մեր, չգիտեմ, արքվաճարքով զբաղվողին ու գնանք Ալոնան սպասում է, որ իջնի, քանի որ նկարում էի, ինքը չուզեց գա, սպասում է, որ հասնենք, իջնի մի հատ իրան ման տանք, կրուկ տանք ու հետո անցնենք արդեն Սամոյի օժիտին, կրավատ մրավատը պետք է հավաքվի, դա արդեն հաջորդ վլոգում կտեսնենք, ես ռեմեն չեմ գցել, Benzin կա։ մի անգամից խաբար տվեց, որ ռեմենը չեմ գցել, Չեմ նայել, բայց Հեն է մեր Սամոն, ասում է շատ հարմար է հետևը, Ինչ է հետ գալի, չի նայում, էսի։ Ինչ է հետ գալի։ Մեր Mercedes-ը լավ է։
մեր Mercedes տարել են։ ավելավաստիկային ես չէ՞ ասես։ Վերջ, մենք ավարտեցինք, գնում ենք տուն։ Նորից շնորհավոր, Շնորհավոր։ առողջ ճամփորդանք, կանաչ ճանապարհ, միմիայն լավ ճանապարհներ, ուրախ ճանապարհներ, Բոլորիդ է ցանկանում եմ սենց լավ մեկ։ տարոսնել նրանց, ովքեր ուզում են գնեն, լինի մեքենա, լինի բնակարան, ով ինչ ուզում է, տարոսը թող լինի ձեզ։ Բաճիկ